Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Ողջույն Արա, Բարև ձեզ։ ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Ուրախ եմ։ Ինչպես է տրամադրությունը, ինչպես է օրը սկսվել։ Օրը լավ է սկսվել, օրը սկսել ենք սուրճով։ Ով է աղմկում այնտեղով կա ձեր թիկունքում։ Իմ եղբայրն է։ Ահա, Արթուրն է։ խնդրենք նա նույնպես գա, եթե իհարկե շատ զբաղված չէ այս պահին։ Արթուր լգա։ Բարև ձեզ Արթուր, ձեզ նույնպես այցելել են Դավիթը եւ Վահանը, չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Լավ է կարե։ Որտեղ ենք գտնվում, սա արվեստանոց է, սա բնակարան է, սա պատկերասրահ է։ Այս գտնում ենք մեր արվեստանոցում, Հետո Սա արվեստանոց է, սա բնակարան է, որտեղ այս պապայիս արվեստանոցն է, որտեղ պապաս 96 թվից տեղ աշխատում է։ Այս բնակարանը, որտեղ աղբերս ապրում է, այս տարածքը, որտեղ մենք Art-Lab Երևանով workshop-ներ ենք անցկացրել, կազմակերպել ենք քաղաքական արվեստի վերաբերյալ սեմինարներ, street art-ի վերաբերյալ սեմինարներ, այսինքն ինքը տենց տարածք է, որը 96 թվից գործում է, որպես մեր տարածք, մեր ընկերության, հայերեն ասած աղբերության տարածք։ շատ լավ, գնանք ներս։ Գնանք։ Նաև տեսնում եմ այնտեղ մի ցուցանակ Անդրանիկ Պետրոսյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես։ Անդրանիկ Պետրոսյանը իմ հայրն է, Այո։ մեր հայրն է։ Այո։ Ոնց ասած, ինքը սովետահայ նկարիչ է, որը 70 թվականից 60-ականներից սկսած նկարում է։ Ահա։ Ու սկսել է նկարել Թիֆլիսում, սովորել է տեխնիկումում, ընդդեղիկ է արվեստի։ Ու երբ որ պատերազմը սկսել է, իրան զորակոչել են երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 43 թվին։ Ահա։ Ու մինչև 46 թիվը մասնակցել է պատերազմին, հասել է Բեռլին, հետո զրացրվել է։ Ու հետագայում չի զբաղվել արվեստով, մինչև 60-ական թվականները, երբ որ պատահականորեն սկսել է զբաղվել։ Իր ասելով մտել է սալոն ու Վան Գոգի նկարն է տեսել ու դրանից հետո Ոգեշնչումը եղել է Վան Գոգից հետո, հասկանալի է։ Եկանք ձեր, ինչպես ասացիք, արվեստանոց։ Այստեղ ում նկարներն են փակցված։ այստեղ փակցված են պապայի գործերը։ Մենք քանի որ ինքը 25 թիվ էր, այս տարի իր 100-ամյակներ, то есть 100-ամյակն է ու ինքը ծնվել է հուլիսի 25-ին, բայց չկարողացանք անել հուլիսին, արեցինք հոկտեմբերի 8-ին։ Ցուցահանդեսը նվիրված է իրան, իր 100-ամյակին ու քանի որ ինքը ոնց ասեմ, ինքը այն ճանաչվածությունը դեռ մեր հանրության մեջ չունի, որ ինքը արժանի է ու այս ցուցահանդեսով փորձում ենք նաև այդ բացը լրացնենք։ Այսինքն հենց այստեղ էլ տեղի է ունենում այդ ցուցահանդեսը, ճիշտ է։ Չէ, սկզբից մենք պլանավորում ենք, հույս ունենք, որ հնարավոր է ճարենք ինչ-որ սպոնսորներ, հովանավորներ, որ պատկերասրահում կանենք, կամ միությունում կանենք, բայց Հայրիկի դիմանկարներ, չէ՞, հենց այս բանը։ ինքնադիմանկարը, այս շարքն էլ ինքնադիմանկարների շարքա տարբեր ժամանակներում։ Այստեղ 39 տարեկան անեղ երևի 40։ Ինքնանկարներ են սրանք, թե այլ բոլոր նկարիչներ են նկարել։ Լավ, սկսենք այս վերջինը երկու մահվանից առաջ։ Սկսենք ստեղծագործական ուղուց Հայրիկի, այնուհետև կանդրադառնանք ձեզ։ Որ ոճին է պատկանում նրա վրձինը, եթե կարելի է այդպես ասել, որովհետև նկարչության տարբեր ոճեր կան, չէ՞։ Դե
Եթե տանց ասենք, մեր տունը ամենաշատը սիրված է ֆրանսիական նկարչությունը, post-impressionism-ը, ասենք Վան Գոգի կուլտը, Սեզարնի կուլտը մեր տանն է եղել է։ Այսինքն իմ կարծիքով հա, ֆրանսիական նկարչություն ավելի շատ, ինչե իհարկե ռուսական այդ սուրովի ստիլն են ասում, ինչ, բայց ավելի շատ ֆրանսիական։ Մեր տանը միշտ այդպես իմպրեսիոնիզմի կուլտ է եղել։ Դուք ասացիք, որ հայրիկը ոգեշնչված է եղել հենց Վան Գոգից եւ տեսնում եմ ձեր թիկունքում Վան Գոգ գրվածքով նկարը վերևում կապված։ Այս գործը շատ հետաքրքիր է, որովհետեւ կոչվում է նկարչի ուղին, ռուսերեն անգամ գրած, Պուչուդոկի կա։ Նաեւ պատերազմի սիմվոլիկա կա։ Պատերազմը Վան Գոգը այն ինչի համար կարևոր է եղել, ասենք այդպես նատյուրմորտը, որ իր մեջ առաջին պատմություն։ Սա առաջին նկարներից է եղել, թե Չէ, իհարկե առաջինը չի։ Առաջինները երևի այսպես տիպի նկարներ են։ Առաջինները вообще մենք այդտեղ չենք ցուցադրել, որտեղ այդ 60-ականներից է գալիս դժվար կարտոնների վրա կա այդ ընդհանրապես ինքը 1500 հատ նկար իր հաշվարկով է նկարել։ Դրա համար առաջինը գտնելը այդտեղ դժվար է։ Այդտեղ հիմա ցուցադրված է մի 50-ից 60 նկար մոտորապես, իսկ եթե մենք սա ընդհանուր հավաքենք մեր կոլեկցիան որ կա, երևի 300 կլինի։ Կարտոններով, բանով, այսինքն այդ ինչ որ մնացել է մեր մոտ, բայց իր հաշվարկով ինքը 40 տարվա մեջ այտենց 1500 հատ նկար։ հայրիկը ասացիք նաև Թիֆլիսում է ուսանել, ցանկանում եմ հասկանալ, դուք Երևանում եք ծնվել եւ մեծացել, թե դուք նույնպես եղել եք տարբեր քաղաքներում։ Մեր պապը պատերազմ 15 թվին ցեղասպանության ժամանակ Վան ինքնապաշտպանությունից հետո փախել է Թիֆլիս։ Երբ որ ռուսները եկան, դավաճանեցին, ցրեցին սա հայկական բանը, ռուսների հետ միասին հետ են գնացել Թիֆլիս, հետո քանի որ պապս դաշնակցական է եղել, ինչքան հերս այնց պատմել, որովհետև շփում չեմ ունեցել։ Երբ որ սովետական կարգեր են հաստատվել, իրանք փախել են Ռոստով։ Ունդեղից 20 հերս ծնվել է 25 թվին, հետո հետագայում եկել են բան։ Այսինքն ձեր մանկությունը Երևանում է անցել։ Մենք արդեն 70 ենք արդեն 70-ականներին ու ծնվել ենք Երևանում, Երևանցի ենք, հա, Թիֆլիսեցի չենք։ Մամաս Կիրովաբադից է եղել, ինքը արդեն որ տեղափոխվել էր Վրաստանից Հայաստան, ի դեպ ասեմ որ Վան Գոգից ենք խոսում, ես իրան միշտ նմանացնում եմ Վան Գոգին, այն իմաստով, որ համ իր նկարչական մի քիչ այն իմաստով Վան Գոգին մոտ, որ համ շերտն է հաստ, համ իր ամբողջ կյանքը Վան Գոգի պես եղել է նվիրված ռեալիզմին, այսինքն մարդկանց, ովքեր աշխատում են, ովքեր պրոստը իրանց, չգիտեմ, որվա քրտինքով իրանց հացով հաստակում են, ոնց որ Վան Գոգն էր անում, ոնց որ Վան Գոգն էր սիրահարված ռեալիզմին, նույն ձևն էր պապան էր սիրահարված դրան, պապայի մոտ կարաք տեսնեք, ասենք, այս տիպի նկարներ, նատյուրմորտ, բնանկար, այսինքն ամեն ինչ որ իրան շրջապատում էր ու ինքը եւս չի ունեցել ոնց որ ասած ակադեմիական կրթություն, ոնց որ եւ Վան Գոգը չի ունեցել ակադեմիական կրթություն, բայց ինչը իրանց միացնում է այդ երևի աներևակայելի աշխատասիրությունը ու պրոստը նվիրվածությունը հենց իրանց ամենին ինչը որ իրանց շրջապատում էր։ Այդ իմաստով ես ինչ որ զուգահեռներ տեսնում եմ։ Արա դուք նույնպես նկարչությամբ եք զբաղվում։ Հա։ Որ աշխատանքները որ պատկանում է ձեր վրձնին, կա այստեղ ցուցադրված աշխատանք։ Հա, մեկը էսա, դե ես ի տարբերություն պապայի, դե քանի որ ես մեծացել եմ ոնց որ նկարիչի արվեստանոցում, չգիտեմ 5-6 կամ 7-8 տարեկանից սկսել եմ նկարել, ինչ-որ մանկական բաներ, բայց հետո ինստիտուտից հետո մի քիչ բանը իմ ուղղությունը գնաց դեպի աբստրակցիոնիզմ, էքսպրեսիոնիզմ կամ աբստրակտ էքսպրեսիոնիզմ, մեկ-մեկ նաև ֆիգուրատիվ գործեր եմ անում, բայց հիմնականում ոնց որ շեշտը երևի աբստրակտ էքսպրեսիոնիզմի վրա է դրված, կլինի դա գրաֆիկա, կլինի դա յուղաններ, կլինի դա սթրիթ արտ, կլինի դա որևէ ինչ-որ մի բան։
Արթուր, դուք ինչով եք զբաղվում, ինչ գործունեություն եք Ես ծավալում։ զբաղվում եմ ժամանակակից արվեստով, ասենց ասած Ինչ ասել է ժամանակակից արվեստ։ visual art հայերեն երևի կերպարվեստ կողմտածման, ինքը քաղաքական արվեստ է, միանշանակ Քաղաքական թե քաղաքային։ չէ, քաղաքական։ Հենց քաղաքական, Մանրամասնեք մի արվեստագետը փոքր։ կոնկրետ քաղաքական իդեաներ ու քաղաքական պոզիցիա ունի, հասարակության ձևավորման, հասարակության կերպի, ապրելակերպի, կյանքի վերաբերյալ ու ժամանակակից արվեստը ինձ պատկերացնում է այդ կյանք կերտելու, կյանք ստեղծելու ձևերից մեկն է, երբ որ արվեստը դուրս է գալի կտավի ամբողջության սահմաններից, կտավը երկը, յուղաներկը միակ բանը չի, հիմնական գործիքը, որ դու օգտագործում ես, դա քո մարմինն է։ Եվ ինչպես է դա արտահայտվում։ Դե ակցիաներ, պերֆորմանս, չգիտեմ, եթե դուք լսել եք արտ լաբորատորիա, հիմնականում ես խմբակային արվեստի մեջ եմ եղել, քիչ եղել որ անհատական գործեր ունեմ, բայց արտ լաբորատորիայի մասին եթե լսել եք։ Օրինակ մենք Սերժ Սարգսյանին տորտ էինք նվիրել, Կարենի հետ Օհանյան, երևի ճանաչում եք։ Այո։ Որտեղ գրած էր հեռացի իր ժամանակին։ Տարբեր ակցիաներ, քաղաքային, ստրիտ արտեր, քաղբանտակյալներին նվիրված, օլիգարխիայի դեմ, պայքար, որ մենք 20 տարի 96 թվականից ես ընդհանրապես ընդդիմադիր շարժման մեջ եմ։ Կարևոր չի, որ ինչ ով է ներկայացրել ընդդիմությունը, գլխավորը եղել է մինչև հեղափոխությունը իհարկե հիմա ինձ կարան իշխանամետ ասեն։ Ну, вообще-то հայ իշխանամետը խնդիր չկա այդտեղ, բայց 96 թվականից մինչև այդ անարդար համակարգը, որ Հայաստանում հիմնադրված է, միշտ դրա դեմ եմ եղել։ Հասկանալի։ Իսկն արվեստը դա գալիս է ժամանակակից արվեստ հասարակությունը ընդհանրապես գալիս է Մալևիչից ու Ջուշանից, Սև Քառակուսից ու Պիսոարից։ Եթե դա ասենք կոնկրետ։ Այսինքն դա մի հատ ձև է, որ դու դուրս ես գալի կտավի սահմաններից։ Հասկացա։ Ալբոմ։ Հնաոճ։ Ինչ է այն թաքցնում իր մեջ։ Ժամանակին ոնց որ հիմա որ ինչ որ մի հատ ռեզիդենսի կամ մի տեղ որ ուզում ես գնաս, CV ես ուղարկում, պորտֆոլիո ես ուղարկում, հա, բայց երբ որ papan այս հավաքում էր, այդ ժամանակ իհարկե ոչ ինտերնետ կար, ոչ Photoshop կար, ոչ չգիտեմ ինչ կար, էսի պարզապես ինքը հավաքել է իր ճանապարհը, ոնց որ ինքը անցել է ու չգիտեմ սովետից գովասանագրեր, իր ճանապարհը, իր անցած իր տղեկը, օրինակ ես 20 տարի, 20-30 երևի 2000 Այս տենում եք արդեն բաները, նո թղթերը դեղնել են, որտեվ ասենք ես մեկը 92 թվի հոդված է, այս ամեն ինչը ոնց որ բարեկամներն են, իր բարեկամներն են, մեր բարեկամներն են, Անձնական արխիվ կարելի է այդպես։ նո կարելի է տենց ասել, բայց այսօրվա ոնց որ բառապաշարը եթե օգտագործենք, սրան կարելի է ասել CV կամ պորտֆոլիո։ Բայց իհարկե Facebook պրոֆիլը ավելի է։ Էսի Gmail-ը չի տանի, որտեղ ծանր է։ Այս Արայքն է իրանց կուրսը։ Այս մենք ենք մեր նկարչական արվեստանոցում, Գեղարվեստի ինստիտուտն է։ Ում կուրսն եք ավարտել Արայիկ։ Ես ավարտել եմ, սովորել եմ Անատոլի Պապյանի արվեստանոցում։ Անատոլի Պապյանը միջալից պապայի ընկերներից էր կամ իրար ընկերներին, ինքը 24 թիվ էր, պապաս 25 թիվ էր, իրար ճանաչում էին, իրանք իրար սիրում էին, բայց իմ հետ միշտ կամ ես իր հետ, կամ ինքը իմ հետ, մենք իրար հետ խնդիրներ էինք ունենում, որտեղ ես այն ժամանակ էլ փորձում էի ոնց որ այդ ակադեմիական բաներից, չգիտեմ, դոգմաներից դուրս գալ, բայց հետաքրքիր էր իր հետ, որտեղ մենք ինչ-որ վեճեր էինք ունենում բան, բայց այդ սաղ իհարկե բանի մեջ էր մտնում։ Այսինքն ըմբոստ եք եղել դեռևս ուսանողական տարիներից։ Դե, չգիտեմ, եթե դրան կարանք ըմբոստ ասենք ըմբոստ, կարանք ասենք ողոք, կարանք ինչ ուզեք ասենք։ Էսի սա իմ պապիկն է։ Էս երևի, չգիտեմ, Այս վանեցիները, երևի վանեցիները ինքը եղել է ավետարանչական եկեղեցու անդամ հələ մինչև 15 թիվը։ Ու սա իրանց եղբայրությունն է այդ անդամներն Հետաքրքիր պատմություն։ Էս
այս իր անհատական ցուցահանդեսներ Վրաստանում, այս Մինասը, ինքը Մինաս Ավետիսյանի հետ բական մոտ ա եղել։ Զարդարյանը Հովանես, որովհետև Մինասը Մինասը նկարն ենք հենց տեսնում, որ տեսնում ենք ձեր ձեռքի տակ, նաև աջ կողմում տեսնում ենք այդ նույն նկարը, ճիշտ եմ հասկանում։ Չէ, այս նույն նկարը չէ։ Հովանես Զարդարյանի նկարն է, Զարդարյանը ու Մինասը ու Քոչարը, այն մարդիկ են եղել, որ պապային ռեկոմենդացիա են տվել, որ ինքը դառել է նկարիչների միության անդամ։ Դրա համար այս իրանց նկարները ստեղ դրված է։ Հասկանալի է։ Պապան ոնց որ Մինասին, Քոչարին ու Զարդարյանի տենց նշում է որպես իր Էս լավ ֆոտոշարք, էս պապանը, էս իմ հորեղբայրն է, ես եմ Արթուրն է։ Բարեկամներ, մի հարց եմ ցանկանում ձեզ տալ։ Մարդիկ, ովքեր ցանկանում են գալ եւ տեսնել ձեր հայրիկի գործերը, ինչպես պետք է գտնեն ձեզ։ Հորբելի 63 դրոպ 1 Ավեստանաս 39 Այսինքն ցանկացած օր, ցանկացած ժամի հնարավոր է գալ։ Մուտքը վճարովի է թե ոչ։ Չէ, մուտքը վճարովի չի, իհարկե, որտեվ էսի պատկերասրահ չի, ոնց որ դասական բանը, ինքը ոնց որ այս մասը իմ աշխատանքային մասն է, այն մասը ապրելու մասն է, ոնց որ երբ որ մենք վերանորոգում էինք այս արվեստանոցը, տենց քանի որ տարածքը մեծ է, մենք մտածեցինք, որ 2/3-ը դառնա արվեստանոցային մաս, բնականաբար 1/3-ը դառնա քո ապրելու մասը, խոհանոց, ապրելու տեղ եւ այլն, ու տենց։ Ու այս տարածքը, այս աշխատանքային մասում, ոնց որ Արտուրը ասեց, սկզբից ծառայել է նաեւ բանին, հա, մեր քաղաքական դիրքորոշման համար, որտեվ Art-Laboratoria խմբով մենք ստեղ արել ենք workshop-ներ, քաղաքական քննարկումներ, ու այս տարածքը բազմապրոֆիլ է եղել այդ իմաստով ու տենց։ Ինքը միշտ բազմապրոֆիլ է եղել, սկսած նայած որ ասենք մեր ընկերության հավաքի տեղ ա եղել, այսինքն մենք միշտ պապանել է այստեղ նկարել, այսինքն ինքը միշտ եղել է այդպես տարածք, որ հավաքի տեղ ա եղել։ Նկարները, որոնք ցուցադրված են, վաճառքի ենթակա են թե ոչ։ Այո։ Ենթակա են։ Լավ։ Սենյակներ, նաև ցուցահանդեսի հիմնական մասից դուրս, նաև այլ սենյակներ, ինչ են պահվում այս սենյակներում։ Հիմնականում նկարներն են, եղբորս ու պապայիս նկարները, որոնք չեն ցուցադրվում։ Սրանք իմ նկարներն են։ Մեկ կամ երկու կտավ կարելի է դրսի հատվածում ցուցադրել մեզ դիտող մարդկանց, թե ոչ արա։ Եվ ոգեշնչումը եղել է Մալևիչից, ճիշտ եմ հասկանում։ Այդ Արայկը կասի, ես կարծում եմ Մալևիչ չէ, Արոյի նկարչության մեջ Ջեքսոն Պոլոկը ավելի շատ նշանակություն ունի, իսկ սևը ուղղակի պրոստը Արոն կասի։ Որպես ինչ։ Սևը Արոն կասի, ինչի է սև, որտեվ սև քառակուսին Արայիկ Պիեր Սովանժները սև նկարել, բայց Արայկի սևը ինքը կասի։ Առաջին ասոցիացիան, որ լինում է, դա Մալևիչի սև քառակուսի։ Ճիշտ է թե բացարձակ սխալ։ Իհարկե ասում են նկարիչներին չի կարելի հարցնել, թե ինչ են նկարել։ Դե նախ սկսենք նրանց, որ սրանք քառակուսի չեն ուղղանկի ունեն։ Երկրորդը իրանք երբ որ իրանց նկարել եմ, սևը ոնց ասեմ, սևի հետ իմ աշխատանքը սկսվել է դեռ 2007 թվականից, երբ որ արել եմ գրաֆիկական մի հատ պրոյեկտ, իսկ հետո այս պրոյեկտը արել եմ յուղաներկով մոտ 8-9 կտոր, իրանց բոլորին միացնում ամենակեն, որ իրանք սև են, բայց Մալևիչի հետ որևէ կապ չունի, պարզապես չգիտեմ, սևը չեմ ընտրել նրա համար, որ ինքը նույնիսկ լավ չի, վատ է, դարք է կամ տխուր է կամ բան, գույների նկատմամբ ես այդ տենց վերաբերմունք չունեմ, որ այսինքն գույնը այսինքն չգիտեմ, եթե հարցը այնա ինչի սև, որտեվ սևը պարզապես ինձ հետաքրքիր էր այդ պահին, որովհետև սևի մեջ կան բոլոր գույները, որոնք լույսի բացակայության արդյունքում չեն երևում, ընդհանրապես թե սա հենց նոր հորինված ինչ-որ կարգախոս է։ Որ սևը ամեն ինչ կլանում։ Կարելի է տենց ասել, որ սևը ամեն ինչ կլանում, ու սա գույները իր մեջ կան։ Իսկ այս նկարը այդ պրոյեկտի հետ կապ չունի, այս նկարը
չեմ հիշում որ թվին եմ արել, այս նկարում պրոստը կռիսներ են, կամ հայերեն ասած առնետներ, լիքը կռիսներ։ Չգիտեմ, իմ նկարչությունը, ոնց ասեմ, ինքը առաջի հայացքից տենց ինձ միշտ որ հարցնում են, ասում են ինչ ես ուզել ես նկարով ասես կամ բան, այդ իմ ամենաչսիրած հարցն է, որտեվ ինչ որ դու նկարում ես այդ պահին դժվար է դրանից հետո ինչ որ բացատրություն տալ, ինչի ես արել։ Զգացողությունների մասին խոսելը ամեն դեպքում դժվար է։ Տպավորություններ, բան, բայց այն ինչ որ պետք է ասել, այն ինչ որ պետք է հանրությանը ցույց տալ, երբ որ ես խմբի մեջ էի, քաղաքական խմբի, մենք դա անում ենք մեր արվեստով, այդ թվում փողոցային արվեստով, որ street art երևի ավելի կոռեկտ ասել, կամ մեր ակցիաներով, իսկ երբ որ ես խմբից առանձին եմ եղել կամ առանձին եմ հիմա, ասենք ես այդ նկարչությունը անում եմ ավելի private վիճակով, իմ արվեստանոցում կլինի կամ բնակարանում կլինի, այտենց երևի։ Մեծ հաշվով այս սաղ նկարները մակերեսի մասին է, գույնի մասին։ Այսինքն, եթե դու գալիս ես նայում ես, դու պիտի տենաս մակերես, գույն ու քսվածք։ Մնացած բաները արդեն ինչ-որ տենց զգացմունքները, սևա, մութը, տառապելը, հարբածը եղես, սենց է վերկացել, այդ արդեն գրականություն է, որ արվեստի հետ կապ չունի, հնարովի բաները։ Այսինքն, ինչ որ տենում ես մակերեսի վրա, դա է արվեստը, մնացածը բան չկա։ Մնացած արդեն հնարով է, որտեվ այդ մի քիչ հեքիաթ կլինի, որ հիմա ես սկսեմ պատմել, որ այս սևը նկարեցի, որովհետև տրամադրությունս լավ չէր կամ լավ էր, իհարկե լավ էլ եղել, վատ էլ եղել, դա ուզում եմ ասեմ գույնը չի, որ բացատրում է քո տրամադրությունը այդ պահին կամ քո տրամադրությունը այդ ընթացքում։ Այսինքն նկարչությունը կարա իհարկե, մանավանդ այս տիպի նկարչությունը, որ կոչվում է abstract expressionism, ինքը ավելի շատ գալիս է ենթագիտակցությունից, քան գիտակցությունից, ասենք, որտեվ ինքը ավելի շատ հիմնված է քո զգացողությունների, քո ենթագիտակցության, բայց իհարկե գիտակցությունն էլ իր տեղը ունի, նենց չի, որ դու ինչ-որ մեքենա ես, որ սեղմում ես, հետո հետ ես սեղմում ու անջատվում ես։ Ընկերներ, ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ հաղորդումը եթեր է գնալու Կիրակի օրը ժամը 12-ից սկսած չէին սպասում KTM կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև մեզ կարող եք հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, ինչպես նաև Կենտրոն հեռուստաընկերությամբ։ Սա փոքրիկ մեջբերում մեր մասին, իսկ այս պահին մեր ծրագրում կլինի կարճատև գովազդային դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք մեր բացահայտումները։ Արա, Արթուր, համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր, իսկ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու, քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ եւ Մառանիկ ընկերության կարգախոսն է՝ ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մառանիկ։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալ ենք։ Շնորհակալություն, ես խոհանոցը սիրում եմ ճաշատեսակների մեջ նույն ձևի նկարչության նման էքսպերիմենտներ անել ու իմ բոլոր ընկերները միշտ շատ ուրախ են իմ մոտ գալու, մի քիչ անհամեստանալու, բայց համով է ստացվում ու հուսամ որ նա համոզված է, որ համով բաներ կսարքենք մեր ու մեր ընկերների համար։ Մենք նույնպես լիահույս ենք եւ սիրով նվիրում ենք։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա կեչուպները շատ համեղ են եւ կարող են համադրվել ցանկացած ուտեստի հետ, համ որն արթնացնում է ախորժակ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր, տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Կրկին սիրով նվիրում ենք։
Շնորհակալ ենք։ Շնորհակալություն։ Հանձնեցինք մեր գործընկերների կողմից տրամադրված ապրանքները ձեզ։ Մերսի։ Ձեզ շնորհակալություն։ Եվ ընթացքում հայտնվեցին երկու ահռելի կտավներ ձեր թիկունքում, որոնք առաջին հայացքից ինձ հուշում են, որ վենքեր են։ Ես ճիշտ եմ հասկանում, թե ոչ։ Հա, ճիշտ եք հասկանում։ Ում վրձնին են պատկանում այս գործերը եւ ովքեր են պատկերված նկարում։ Այս գործերը իմն են, աչից պապայի պորտրետն է, ձախից մամայի։ Ահա։ Ես կխնդրեմ այս ընթացքում Դավիթը նաեւ ցուցադրի նրանց ֆոտոնկարները, որոնք ձախ կողմում են տեղադրված համեմատության համար։ Սրանք ձեր վրձնին են պատկանում։ Այս գործերը հա իմ վրձնին են պատկանում, խնդիրն է, որ բավական ծանր էի տարել իրանց կորուստը ու ոնց որ այս նկարները երկու նկարներում էլ տենում եք, որ աչքերը փակ են, թե մամայի, թե պապայի, ոնց որ իրանք արդեն մեր հետ չեն այս նկարում։ Ու չգիտեմ ոնց բացատրեմ, երևի ավելի շատ ենթագիտակցական, հոգեբանական, թողնենք դիտողների զգացողությանը այդ ամենը։ Արա մի հարց ունեմ ձեզ կապված ձեր նկարչության հետ։ Ինչպիսին էր հայրիկի վերաբերմունքը ձեր արվեստին։ Որովհետև դուք абստրակտ ոճի մեջ եք, իսկ նա կարծես թե ավելի նատուրալիստի սիրահար էր։ Այդ հետաքրքիր հարց է, որովհետև ոնց որ մեր ընտանիքում ես աղբերս մաման պապան պարզա որ քանի որ ես էի նկարիչը ու պապան մեր մեջ sense ենթագիտակցական շատ ուժեղ կապ կար ու այդ ազդեցությունը պարզավոր սկզբից Իրանից է եղել մեծ շատ մեծ ազդեցությունը իմ վրա որովհետև ես իրանից վերցրել եմ թե կամ զգացել եմ որ իրանից եմ վերցրել նկարների շերտը, հաստությունը, զգացողությունները, բայց հետո տարիքի հետ, ժամանակի հետ զգում ես, որ ուզում ես ինչ-որ բան փոխես ու չեմ հիշում արդեն, երևի ինստիտուտից հետո այդ ակադեմիական 6 տարվա ուսումից բանից հետո ինչ-որ հոգնածություն էր մեջս կուտակվել, երևի գծետը մի տարի չեմ նկարել, հետո սկսեցի նկարել ու սկսեցի մանրից դուրս գալ այդ վիճակից, ֆիգուրատիվ վիճակներից, բնանկար, դիմանկար ու սկսեցի գնալ դեպի абստրակտ նկարչությունը ու քանի որ տանը ես նկարում եմ, ես տանը արել եմ այս պրոյեկտը Ինչ պրոյեկտների մասին է խոսքը ցուցադրեք Ես արել եմ 2007 թվականին Այո Իմ առաջի ցուցահանդեսը եղել է ՆՓԱԿ-ում, Դավիթ Կարեյանն էր համադրողը, ցավոք սրտի մահացել է Դավիթը։ Այստեղ սա մի մասն է գործերի, ավելի շատ էր գործերը։ Կասեք ինչ է abstract expressionist, ես պարզապես բերում էի թղթերը տուն ու սևացնում էի իրանց ու պարզա որ պապային ցույց էի տալիս ու պապայի համար այդ մի քիչ ոնց ասեմ, անսովոր ասեմ երևի, որովհետև պապայի նկարչությունը դե տեսնում եք, ամեն ինչ կարելի է ճանաչել, ծառա, քարա, խնձորա կամ պորտրետա, իսկ իմ դեպքում ոնց որ абստրակտ գործեր էի անում, բայց քանի որ նկարչության sense ենթագիտակցական կապ կար մեր երկուսի մեջ, մենք իրար հետ ոնց որ sharing էինք անում այդ էլի, ես իրան էի ցույց տալիս, իր կարծիքն էի հարցնում ու իմիջիալոց կյանքի վերջում կամ վերջի շրջանում պապան արել է նաև абստրակտ գործեր, խոսքը այս գործերի մասին է։ Չգիտեմ, եթե կարելի է դա ասել, որ կարող է մի փոքր ես եմ ունեցել ազդեցություն պապայի վրա, բավական երևի քիչ տարբերություն իմ, բայց ամենադեպս պապան sense գործեր էլ արել, այս գործերը, օրինակ այս գործը պարզապես ինքը հավաքել է պուչուրեն չորացած ներկերը ու սոսնձել է իրար ու ստացել է sense abstract գործ։ Կոլաժ կարելի է Հա, այսինքն կարելի է ասել կոլաժ, իսկ սրանք հենց ամենասկզբից նկարել է ու անունը դրել է վերացական։ Ուզում եմ ասեմ, մեր կապը տենց բան էր, էլի, ենթագիտակցական, բայց քանի որ նկարչությունը մեզ միացնում էր իրար, մեր այդ փոխհարաբերությունը շատ հետաքրքիր էր։
ասենք ռեալիստ նկարիչի ու աբստրակցիոնիստ նկարիչի ու ես ցույց էի տալիս իրան, ինքը ասում էր, էսի լավ է, էսի կարաս մի քիչ էլ բզբզաս, էսի կարաս մի քիչ էլ փոխես։ Ուզում եմ ասեմ, այդ կապը, այդ Ես մի հատ էպիզոդ եմ հիշում, երբ որ մենք տարանք իրան նփակ, դա 2006-ն թե 2006-ին ենք եղել, այնտեղ մեր ընկերներից մեկը Տիգրանը Խաչատրյան մեծ ինստալյացիա էր արել, տանկ էր մեծ։ Մարդուց 2 մետր բոյը մեծ տանկ էր։ Ինքը սենց մտավ, ասաց, սենց տխուր հելավ, ասաց, դե գեղանկարչությունը արդեն մեռել։ Այսինքն տանկը տենալով Տիգրան Խաչատրյանի այդ եթե ծանոթ եք Գրիգոր Խաչատրյանի չգիտեմ ու ընդհանրապես ժամանակակից արվեստում Հայաստանի Գրիգոր Խաչատրյանի տղան է եւ այլ ոչ մեր ընկերներից այդտենց մեծ տանկ էր արել կարտոններից հավաքած ու այդ տպավորությունը որ վсё արդեն այս վերջացել է ինչ որ ինքն է անում դենց իր համար հա այդ տպավորությունը կար Արա դուք ձեր խոսքում նշեցիք, որ բերում էիք թղթերը տուն, սևացնում էիք։ Ցավոք սրտի պետք է ասեմ, որ լայն հասարակությունում աբստրակտ ոճը հենց այդպես էլ ընկալվում է, որ ուղղակի սևացված թղթեր, բայց վստահ եմ, որ յուրաքանչյուր աշխատանք իր մեջ միտք ունի եւ պարունակում է։ Ինչպիսին է ըստ ձեզ մարդկանց վերաբերմունքը արվեստի այն ոճին, որը որ դուք եք ներկայացնում, կամ թե սևացրած թղթերը, թե վարդագունած թղթերը, կամ կարելի է տակը գտնել մեկ այլ Դե հա, այստեղ տարբեր գործեր կան, խնդիրը վերաբերմունքը ինչպիսին է, հասկանում են մարդիկ, փորձում են հասկանալ, հետաքրքրվում են, թե ասում են անիմաստ ժամանակի կորուստ է։ Դե մեծամասամբ իհարկե ոնց որ բոլոր հանրություններում մարդիկ երևի սովոր են ավելի շատ չգիտեմ, նատյուրմորտի, պեյզաժի, պորտրետի, ասենք իմ գործերը նայելուց մարդիկ սկսում են, ասենք, ամեն մեկը փնտրում է իր ըստ իր ոնց ասեմ, ըստ իր երևակայության երևի մեկը սրա մեջ կարա տեսնի կրակ, մեկը կարա տեսնի, չգիտեմ, բոց կամ ոչ կրակ կամ սառը ինչ-որ բան կամ տաք ինչ-որ բան մարդիկ փորձում են անդադ ինչ-որ պատկեր գտնել, որը ես չեմ դրել, որովհետև ես երբ որ նկարում եմ, ես ամենասկզբից չեմ դնում ինչ-որ բան, հա, ինչ-որ պորտրետ կամ ինչ-որ դիմանկար կամ ինչ-որ պատմություն, բայց այդ պատմությունները, որ չգիտեմ ոնց ասեմ, որ ես վերջը մարդ եմ, չէ, ապրում եմ մեր հանրության մեջ ու քաղաքականության մեջ ակտիվ եմ, Facebook-ում ակտիվ եմ, այս կոմենքում, այդ ամեն ինչը իմ հետ սուբլիմացվում է նկարների մեջ, այսինքն այդ ոնց որ արվում է ենթագիտակցական մակարդակի մեջ ու բայց երբ որ ես նկարում եմ, ես չգիտեմ, պրոստը վերցնում եմ ինչ-որ թուղթ, ինչ-որ կտավ, ինչ-որ մատերիալներ ու սկսում եմ աշխատել։ Ի սկզբանե ես չեմ անում ինչ-որ նախապատրաստական աշխատանքներ, որևէ նույնիսկ ամենամեծ պրոյեկտը անելուց, օրինակ, չգիտեմ, օրինակ Գերմանիա ենք, երբ որ մենք հրավիրվել գնացել ենք այնտեղ ստրիտ արտ անելու, այնտեղ մի հատ շենքում էինք ապրում, ես իրանց առաջարկեցի այդ շենքի առաջի հարկը լրիվ ստրիտ արտ անել, որտեղ երկաթներ էին պրոստը ապակիները փակված ու այդտեղ ես արեցի ֆիգուրատիվ պրոյեկտ, զախական պրոյեկտ, որտեղ զախ ժողովուրդը կոմունա էր մեզ հրավիրել էին ասածս այն է, որ նույնիսկ ամենամեծ գործերը, որ այդ շենքի ամբողջ հատվածը այդ առաջի հարկի ես ծածկեցի սպրեյով, նույնիսկ այդ ժամանակ ես որևէ նախապատրաստական սկեչեր, բաներ չեմ արել, այսինքն ամեն ինչ անում եմ միանգամից էքսպրոմտով։ Street art ասվածը դա նույն գրավիտիներն են, այո։ Գրաֆիտի, հա, գրաֆիտի, մենք այդ ժամանակ, քանի որ Հայաստանում 2008 թվականից սկսած ինչ-որ քաղաքական գործունեության մեջ էինք, street art էինք անում, պահանջում էինք աղբանտարկյալներին ազատություն, էսկոմենկոմ, մենք ինչ-որ Նախաձեռնություն սկսեցիք։ Ինչ-որ famous էինք արդեն, էլի, ու հրավիրվել էին Գերմանիա, չգիտեմ, էսկոմենկոմ, գնացել էին Գերմանիա հենց street art-ի համար, Այսինքն մարդիկ, ովքեր առավոտյան արթնանում են եւ տեսնում են, որ իրենց ավտոտնակները գունազարդված են, պետք չէ փնտրել ովքեր են, արդեն մենք ցուցադրեցինք այդ մարդկանց։ Դա դուք եք։ Դե գործեր կա մենք ենք, գործեր կա մենք չենք, բայց street art-ը իր մեջ ենթադրում է տենց ինչ-որ խուլիգանություն, որովհետև մանավանդ Գերմանիայում, եթե այնտեղ
բանը սեփականությունը շատ ավելի բանա գնահատվում, քան ստեղ, հա։ Մենք այնտեղ աշխատում ենք գիշերով ու մի անգամ ինձ գործը անում ես, պետքա հեռանաս, որտեվ եթե պոլիսը բռնի, մի քանի հազար եվրո կտուգանի։ Լավագույն դեպքում, վատագույն դեպքում դեպորտ կանի ու էլ չես կարողանա Եվրամիություն մտնես։ Արա, ես տեսնում եմ նաև մեկ այլ սենյակ ձեր ցուցասրահի հիմնական հատվածից, բացի այնտեղ ինչ է պահվում։ Եվ ինչ կա այնտեղ ընդհանրապես։ Այստեղ մեր պահեստ կարելի է ասել։ Պահեստն է, հա։ Այս Կարեն Օհանյանի նկարն է, որ Մեր ողջույնները մեր ընկերոջը Կարեն Օհանյանին։ նվիրել էր ինձ, տենց ոնց որ exchange էին կարել, մի հատ ես էի իրան նվիրել, մի հատ ինքն էր ինձ նվիրել։ Իդեպ հեշտ նկարներից ազատվում, թե ոչ։ Բավական հեշտ, երբ որ ես նկարում եմ, հետո նկարը երբ որ սառում է, իմ համար նկարը ինչ որտեղ արդեն մահանում է ու չգիտեմ, հեշտ եմ մարդկանց նվիրում, հեշտ եմ վաճառում, բայց իհարկե նայած գործեր կան, որ բավական թանկ են ինձ համար, բայց մեծ հաշվով ինձ ավելի հետաքրքիր է նոր գործը, քան են հինը, որի հետ կապված են ինչ-որ ապրումներ, հիշողություններ, լավ կամ վատ, էական չի։ Հայրիկի ոգեշնչման աղբյուրը Վան Գոգն էր։ Ով է ձեր ոգեշնչման աղբյուրը, Արա։ Կամ ինչն է ձեր ոգեշնչման աղբյուրը։ Չեմ կարող ասեմ, դժվար ինչ-որ հիմա երևի դժվար ինչ-որ նկարիչ ասեմ, որ իմ էգոնը ես պահին արդեն, որ իմ բանն է, հա, սենց ասենք, ոգեշնչման աղբյուրը, երևի իրականություն է, երևի իրականություն է, իրավիճակ, եղանակ, կին ի վերջո։ Երևի պրոստը իրականություն է, որտև մենք բավական տուրբուլենտ ժամանակներում ենք ապրում ու երևի ոգեշնչման աղբյուրը հենց այդ իրականությունն է, քան չգիտեմ, քան Վան Գոգ, քան Դալի, կամ նույնիսկ իմ հայրը, բայց իհարկե իմ հայրը, երբ որ ես բան էի, չգիտեմ, 18 տարեկան էի, 20 տարեկան էի, 25 տարեկան էի, ժամանակ իհարկե իր ազդեցությունը իմ վրա շատ մեծ է եղել, բայց հետո իհարկե ժամանակի հետ, ինֆորմացիայի հետ, ինտերնետի հետ, այդ ամեն ինչը փոխվում է, այդ ամեն ինչը ունենում է ինչ-որ ուրիշ ձևակերպումներ, էլ, այսինքն տարիքի հետ այդ վիճակից դուրս ես գալի, որ այս նկարիչը, այն նկարիչը, այն նկարիչը քո բանի, քո ոգեշնչման, եթե այդ բառը շատ պաթետիկ չի, քո աղբյուրը։ Արա, ես տեսնում եմ այստեղ մի շատ հետաքրքիր կտավ, ծաղիկներ եւ կենթանու գանք։ Ճիշտ եմ հասկացել նկարը, թե ոչ։ Հա։ Նախ ինչ կենթանի է եւ ինչու են դրանք իրար հետ համադրվել։ Չգիտեմ, ինձ թվում է պարզապես նացյուրմորտ է, ոչխարի գանգ է, չորացած պարզավու ծաղիկներ, կարանք մի հատ փորձենք դրանք ինչ է հետևը գրած։ Այո։ Ինչ է գրած հետևը։ Անուն ազգանունը տեսանք։ Նացյուրմորտ, հա, նացյուրմորտ գանգով։ Այս ծաղիկները հետո է ոչխարի ավելացրել։ գանգով։ Ծաղիկները հետո է ավելացրել իմ հիշելով։ Չեմ կարծում, չգիտեմ։ 2006-ին է կակրաս ավելացրել։ Նկարը 73 թիվ, հա, 2006։ 73 գծիկ 2006 եղել է ոչխարի գանգը, հետո ավելացել են վերջում է ծաղիկները։ 2007-ին պապա մահացել է, ու այս ոնց որ էս ամենա կյանքի վերջի նկարներից մեկն է։ Այստեղ օրինակ ինքը հին նկարների վրա ինչ որ բաներ էր ավելացել։ Վերևում պատկերված փոքրիկները ովքեր են։ Մենք ենք։ Դուք եք։ Խնդրում եմ կկանգնեք կտավի անմիջապես ներքևի հատվածում համեմատական անցկացնենք, թե որքան եք դուք փոխվել տարիների ընթացքում։ Հա, կասկեն չկա, բայց դե իհարկե փոխվել ենք։ Այս կասկեն իմիջիալոց կամ հայերեն կասկա ոնց կլինի, Սաղավարտ։ Սաղավարտ։ Այո։ Հա, Սաղավարտը իր բաններ, օրիգինալներ, որտեղ ինքը մասնակցել է երկրորդ համաշխարհային պատերազմին, կամավոր գնացել է պատերազմ։ Իդեպ կոչումներ ուներ հայրիկը։ Կոչման չէ մեդալներ ուներ, Զատվագո, Զաուչասիա։ Իրավ ինչ որ մի հատ բանում էր կա նկարիչների միությունը պատերազմի մասնակիցների, այնտեղ իր մասին գրած էր, որ 3 հատ գերմանական տանկ ախփեն։ Ինքը արտիլերիստ է։ Գնանք ձեր կեցավայր նաև վերջին հատվածը հաղորդման, որովհետև մեզ մնացել է շատ քիչ ժամանակ։ Խնդրեմ, տեսնենք թե որտեղ է ապրում ժամանակակից արվեստը ներկայացնող արվեստագետը։ Եվ սևերից սահուն անցում դեպի դեղին, արդեն լույս կամ արև կամ յուրաքանչյուրը ինչ որ կցանկանա դա կտեսնի։ Հա։
Սա ձեզ է պատկանում կրկին հա, այս նկարը ժամանակին եղել է իմ դիպլոմային աշխատանքը, բայց դիպլոմայինը դեղին չէր, պարզապես վերացական ինչ-որ գործեր, ֆիգուրատիվ 2003 թվին եմ ես ավարտել ինստիտուտը, բայց հիշում եմ այն ժամանակ բանը, Որ թվականին ներողություն։ 97-2003։ Ուշ եք այսինքն ուսանել։ Դե երևի, Հա, բանակա գնացել։ բանակից հետո եմ գնացել ինստիտուտ ու հիշում եմ, որ ինստիտուտում ասեցին, որ դե գիտես 6 տարի սովորել ես մի քիչ ճիշտ չի լինի, որ աբստրակտով ավարտես, բան, տենց բան։ Ու ես 2 նկարով եմ ավարտել Գեղարվեստի ինստիտուտի դիպլոմային աշխատանքը, մեկը ֆիգուրատիվ, մեկը մի քիչ աբստրակտ։ Ես այդ աբստրակտն էր, բայց այն ժամանակ դեղին չէր իհարկե, հետո երբ որ Իրան բերել էի արվեստանոց, իմ մոտ տենց բնավորություն կա, երբ որ նկարը, չգիտեմ, ինչ-որ բան դուր չի գալի կամ ինչ-որ կամ այդ պահին, չգիտեմ, կարող է ներք չունես, կտավ չունես բան, բայց ներք ունես ու մեծ, քանի որ չափսը մեծ է, ես սիրում եմ մեծ չափսերի վրա աշխատել, ու վերցեցի, պարզապես գնացի ես Կիևյանի մոտակա Աշինարան նյութի խանութը, վերցեցի այն գարաժ ներկելու կամ ավտոտնակ ներկելու դեղին ներք, չգիտեմ խի դեղին Գազի խողովակ ներկելու։ Հա, գազի խողովակ։ Հա, ու վերցեցի, բերեցի ու սկսեցի իր վրա տենց պրոստը շփել։ Այս բանի վրա, այս չափի վրա, ու քանի որ իր չափը մեծ է, դու իր հետ ոնց էլ աշխատես, կկարողանաս իրան կարգավորես, էլի, նու գոնե իմ դեպքում։ Ու սենց գործ դարավ, այսինքն իր տակը կա մի 2-3 շերտ, ուրիշ գործի, ու ինքը բավական ծանր է, իրան բավական դժվար էր այս պատի վրա կախելը, ու ինքը ոնց որ տենց միքս է, կտավի, յուղաներկի ու պարզապես ձեր ասած ավտոտնակ ներկելու ներկի։ Վարակույրները նույնպես դուք եք։ Հա, վարակույրները ես եմ նկարել։ Այո։ Այս սպրեյով եմ նկարել։ Street art։ Հա, նո, street art, բայց տանը, որտեղ street-ում չի այս գործերը։ Ու ես տենց բնավորություն ունեմ, կարամ ցույց տամ, օրինակ, չգիտեմ, Արա, այն իմ լվացքի մեքենան, օրինակ, ձեր լվացքի մեքենան։ լվացքի մեքենան, հա, երբ որ մատերիալ չէր լինում, այս իմ սառնարանն է, էլի տենում եք, որ նախնական վիճակում չի, հա։ Այս լվացքի մեքենան, տենց ոնց որ երբ որ հավես ես ունենում նկարելու ու նկարելու այդ պահին կտավ կամ ստվարաթուղթ չկա, այդ պահին չգիտեմ, ուզում ես նկարես, վերցնում ես սառնարանի վրա ես նկարում, վերցնում ես լվացքի մեքենայի վրա ես նկարում, այսինքն էականը այն չի, որ դա կարա լինի կտավ կամ կարտոն, կամ չգիտեմ աստիճան, կամ չգիտեմ պատ, էականը այն է, որ այդ պահին ուզում ես նկարես ու ինչ-որ մի բան գտնում ես ու վրան նկարում ես, հա, այսինքն այդտեղ կա ինչ-որ action-ը ավելի կարևոր է քո համար, քան ինքը վերջնական գործը։ Ճանապարհային նշանը ինչու հայտնվեց ձեր կեցավայրում։ Ճիշտն ասած, տենց Ճիշտն ասած լավ արեց։ Գողություն եմ արել, գողություն ասած փողոցում էի, գիշերվա չեմ հիշում որ ժամներ, ման էի գալի փողոցով ու տեսա գետնին ընկած է։ Նենց էլ չէր որ ինքը ծառայում էր ինչ-որ բանի, ու պարզապես դուրս եկավ իր գույնը բան, ու քանի որ ինքը տենց գետնին ընկած էր, չէր ծառայում որպես նշան, բայց դե պարզա շինարարության հետ է կապված, պրոստը վերցեցի ու բերեցի, կախեցի։ Արա, եւ մի հարց, քանի որ խոսեցիք անդադար ներկերի կամ կտավների պակասից, ինչ խնդիրներ, գլոբալ խնդիրներ ունեն այսօր արվեստագետները ստեղծագործելու հետ կապված։ Դե Ռեալիզացվելու խնդիր կա։ Ռեալիզացվելու խնդիր կա Հայաստանում, որովհետև Հայաստանում, ոնց ասեմ, ոնց որ բոլոր դաշտերը մի տեսակ իրանք ոնց որ կամ ոչ բոլոր ասեմ կամ ոչ բոլոր ասեմ, բացի թողի վիճակում են ըստ ձեզ։ Մի տեսակ ոչ թե բացի թողի վիճակում են, այ ոնց ասեմ, մարդիկ այդ մի տեսակ շրջանակներ կան, որոնք մի տեսակ ոնց ասեմ փակ են,
չգիտեմ, դասականով զբաղողները սենց մի շրջանակում են, սենց ասած contemporary art-ը, մեկ ուրիշ շրջանակա, այդ երևի նորմալ է, երևի բոլոր ժամանակներում ատենց եղել, որ մարդիկ բաժանվում են ըստ իրանց հետաքրքրությունների, ըստ իրանց մանիերաների, ըստ իրանց բնավորությունների, բայց Հայաստանում իհարկե արվեստագետների համար հլվոր զոր է։ Եվ միակ խնդրեմը Հայաստանում արվեստագետի համար ֆինանսական խնդիրն է։ Խնդիրը նրան է, որ հասկանում է արվեստ փող չունի, որ փող ունի արվեստից 0 է։ Այսինքն փողերը Հայաստանում դեբիլների ձեռքում է, ինձ թվում է մեր մոտ օլիգարխները, օլիգարխները դրանք հոմանիշներ են։ Դրա համար Հայաստանում հարցները փողը գտնում է սխալ տեղ։ Եվ վերջին հարցը։ Աշխարհում է դա ընդհանրապես։ Չէ, աշխարհում էլի սխալ տեղում է, բայց աշխարհի հարցները օրինակ կարան մի քանի միլիոն տան Ջեքսոն Պոլոկի կամ Էնդի Վորխոլի կամ չի մեկ այլ ուժ։ Ասենք Մաուրիցիո Կատալանի բանան $120,000 կարան տան։ Վերջին հարցը, բարեկամներ։ Ձեր եւ հայրիկի տարբերությունը, տարիքային տարբերությունը բավականին շատ է եղել։ Որն է եղել այն ամենակարևոր խորհուրդը, որը նա փոխանցել է ձեզ։ Ինձ թվում է ամենակարևոր խորհուրդը այդ այնա, որ ինչ որ ես սովորել եմ հորցս, ես կարամ ասեմ, երբ որ ամեն օր պիտի անես ու քո գծի վրա ինչ որ դու ուզում ես անես, ու քո գծի վրա ուղիղ պիտի կանգնես, որովհետև ես չունեմ այդ էներգիան, ես ամեն օր գործ չեմ անում, բայց օրինակ հերս ամեն օր վերերկենում նկարում եմ։ Սենց ասած, եթե ինքը ներք չուներ, ինքը քաքով էլ կնկարեր։ Նա։ Շատ բարի։ Դե իմ դեպքում երևի նույն բանը, որ պապայից երևի այն ամենակարևոր բանը, ինչ որ ես վերցել եմ, որ Արտուրի ասած, անդադ նույն կետին խփես, նույնիսկ եթե դա դժվար է, նույնիսկ եթե դա չի ռեալիզացվում, բայց քո գիծը պահես, քո պրոֆիլը չփոխես։ Ցանկացած դեպքում հետևողական աշխատանք։ Հետևողական աշխատանք։ Մեզ հերս այնս պատմել, ինքը ասում էր, որ նկարիչների միության անդամ երբ որ ուզում էր դառնալ, ինքը անընդհատ գործ էր տանում ու իրան անընդհատ մերժում էին։ Ու այնտեղ ասում է մի հատ աղբար Սփյուռքայի նկարիչ կա, որ ասաց իրան տեսավ, ասաց Անդրանիկ էլ ես գնում այնտեղ նկարի տանում ես, ասում հա, ասում մի հատ է կմերժեն, ասում էլի կտանեմ։ Ասում էլի կմերժեն, ասում էլի կտանեմ։ Էլի կմերժեն, էլի կտանեմ։ Հասկանում ես։ Հասկանալի։ Որ տես տանես։ Ինքը իմաստով անընդհատ քո բանը, անընդհատ քո ուզածը, եթե դու հաստատ գիտես ինչ ես ուզում, անընդհատ դրան խփելը, այդ ուզածը հասնելը։ Շատ բարի, շնորհակալություն, կհանդիպենք դրան մոտ։ Շնորհակալություն։ Արա Արթուր, շնորհակալություն հետաքրքիր զրույցի, բացահայտումների եւ մի շարք մանրամասներ մեր հանրության առաջ սփռելու համար։ Ես ձեզ մաղթում եմ նորանոր հաջողություններ եւ լիահույս եմ, որ մեր հաջորդ հանդիպման ժամանակ մենք ստիպված կլինենք հերթ կանգնել նոր գալ ձեր արվեստանոց։ Հերթը չգիտեմ, բայց միշտ ուրախ եմ։ Հաջողություն։ Լավ մնացեք, հաջողություն։ Ու լավ մարդկանց։ Լավ մնացեք, հաջողություն։ Ստեսություն։
Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք։ Мараник. Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез «Слобода». Давайте быть довольными, а не идеальными.